Zaman istekos մեծ բանի ու այս ձեզ են տալելու։ Ես հիշում եմ բան երբ ենք ասում եմ որ սենց իրար հետ ալտում ենք, բայց նորմալ չգիտենք ավանդույթները եւ այլն։ Շնորհակալ ենք։ Այս հատվածով կգնանք պարոն Փաշինյան։ Մեր երկրների ազգային միության նախագահության անդամ պարոն Ալդանյանը այս հատվածով կգնանք պարոն Փաշինյան։ Այստեղ մեր բարեկամության ուշահամալիրն է, հայ եզդիական եղբայրության հիմնադիր նախաձեռնությամբ այս ներկայացնենք, կավարտենք նոր, լավ, շատ բարի։ Պարոն Փաշինյան, սա եզդիների ազգային հերոս Դավրեշի Ալդին է, այստեղից սկսվում են եզդի հերոսների եւ հայ հերոսների ներկայացմամբ, այսինքն երկու ժողովուրդների եղբայրական ազգերի հերոսներ, ովքեր որ միասին դարերի ընթացքում իրար հետ կողքի պայքարել են հանուն բարօրության, հանուն երկու ժողովուրդների փրկության։ Այս հատվածում մենք տեսնում ենք Հասնե Հավերին, որը 18-ից 19-րդ դարերի ընթացքում եզդիների հերոսները առաջնորդ են։ Աստված առաջ մեր թակավարը Ոչի օշում ավելի Հասնե Հավերին անցանում է նաև 18-ից 19-րդ դարերի եզդիների մեր ջանքերի, որոնք որ իրականացնում էին մի երկրի թավրությամբ։ Ուզում եմ բարել են, իր աչքի վրա եկեք, շատ ուրախ եք, բաց դեր պասպորտ ունեն, մի հատ էր Direkt kasetից բար։ Եկեք եսի մտ։ Շնորհ վայ կալացավ։ Nasıl aslında alımcı ezdim o pasportam meu pensanes o vedrem o was a lucheta usar o então os خلفي شنقال خرابو أفين سالم الفيدرينا وما بيت الجنشار مستاني باليمان Ուրախում որ նորից դուք ընտրվեք, թող մեր երկիրը խաղաղապահի, մեր զինվորները խաղաղապահեն, հաջողություն լինի մեր երկրին, Ռոման ջան, քերեմ գավառը բրեմ։ Տեղը ինչ է, այսինքն նկատում եմ տարածքը, սրբավայրը, նաև այստեղ Այս հատվածում մշակույթ նկատում եմ ինչ-որ գերեզմանատուն կա, եւ հարակից տարածքում նաև սրբավայրը։ Բարոն ձեր բարի գալուս Պարոն Փաշինյան, այս ամենի Պարոն Սիմոնյան։ Բարի գալուս, մալակետ հավուսա ձեզ օրնի փորձանք լինել։ Այս հատվածը հենց ամբողջը համարվում է հենց բարեկամության ուշահամալիր, մինչև մուտք գործել է հենց տարածքի բուն հատված, որտեղ կամարներից տեսնում ենք այն հատվածից։ Այստեղ ներկայացված է եզդիների ցեղասպանությունը 2014 թվականին որպես մշակույթով եւ ոգեկոչում անմեղ զորերի հիշատակին։ Իդեպ Հայաստանի Հանրապետության ազգային ժողովը եւս առաջարկել է 2016 թվականին որպես արգելով այն ցեղասպանություն մեր բարձրային նախաձեռնությամբ նաեւ օգոստոսի 3-ը ընդգծվեց եւ որոշվեց որպես այո հիշատակի օր։
Այո, այո։ Ոնց եք, շատ ուրախ եք։ Ուրախ ենք, հետո շատ շնորհակալություն մեզ հարգելով մեր ազգին, որ եկել եք ասել։ Երիք ես դիա բնակ ամենքի բնակի չէ։ Շատ Պարոն Քաշինյան, կարակ չմաղ Այստեղ կոմիտասին ենք տեսնում, պարոն վարչապետ, որպես եզնի ժողովրդի մեր բարեկամ, որպես մեր Ուսումբեկ Թեմուրյանցը, որը նաև հանդիսացել է Հայաստանի առաջին հանրապետության ազգային ժողովի պատգամավորը եւ միասին նաև սովորել են Գեորգյան ճեմարանում։ Այո, կոմիտասի հետ միասին ամենամտերիմ եւ նոտայագրել է 12 եզրիական ազգային երգ Այս հատվածում հենց Բարերար Միրզա Սվյանի կողմից առաջին Բարև եկա, որտեղ խերով լինի, թե ջենդիկի նոտ են ակվարը շատը Այս հատվածում Բարերար Սվյանի կողմից այս նվերը որպես խորհրդանիշ հայոց ցեղասպանության 100-ամյակի տարելիցին եւ առաջին մշակութողն է եղել որպես Այս հատվածում տեսնում ենք Ուսումբեկ Թեմուրյանցին, ում մասին խոսվեց Անդրկովկասի եզդիների առաջնորդ եւ կոմիտասի մտերիմ այո մահացել է 1946 թվականին չեմ սխալվում, բնականաբար այդ ժամանակ այո Գանգիր աղայի հետ միասին իրենք նաև մասնակցել են մայիսյան արտադրություններին հերոսամարտին։ Այս ամբողջը կարծեք թե ամփոփված է մեկ մշակույթի մեջ, որպես եղբայրության խորհրդանիշ։ Այստեղ մենք տեսնում ենք թե մեր Խաչատուր Աբովյանի եզիքներ հոդվածից հետևյալ խոսույթը, իրենց հարևան ազգերից ոչ մեկի հետ նրանք այնքան սերտ չեն կապված, այնպես համատեղ չեն գործում, ինչպես հայերի, որոնք նրանք անվանում են եղբայրներ։ Եվ այստեղ իսկապես այստեղ տեսնում ենք հավերժության խորհրդանիշը հայկական, սիրամարգը, արևի մեջ ընկնված հայկական խաչը, Սիրամարգը Մալակետաուսը անձա ոչ, հաստրատման հրեշտակապետ հրեշտակված Զորավար Անդրանիկ, որպես եզդի ժողովրդի մեծ բարեկամ եւ նաև Ջահանգիր աղայի Հասանյաց կամորը 1904 թվականին այնպես է ստացվում, որ ներկա է գտնվում հարսանեկին եւ հենց հարսանեկի ժամանակ այդ բարեկամությունը հաստատվում է եւ նա դառնում է Հարսանյաց կամորը առաջին անգամ, երբ որ եզդիների մեջ եւ հայերի մեջ կամոր սանեկությունը սկսեց այս հատվածից։ բոլոր եզդիականաճակները մի ժամանակ պարտադիր Ջանգիր աղայի մեթալի կողմից զորավար անջան հավասարազոր գուցե եզդիների մոտ Ջանգիր աղայի զորավար անջան շատ ավելի իսկ պսակը սրբավայրում Այո բանի բան չկա, խնդիր չկա, որ ասած
տեսեք հարսանյաց կալ, հարսանյաց կարող է դնել, դրանք տարբերությունները ինչ առնում է, այսինքն կրոնական որևէ բան ձեզ չի իրականացում, դա որպես ընտանիքի բարեկամ եւ եղբայր է հանդիսանում եւ ինչու՞ չէ նաեւ խորհրդատու։ Այստեղ նաեւ Ջահանգիր աղայի մասին խոսեցինք, որ ակտիվ մասնակցություն է ունեցել հայրենիքի պաշտպանության մեջ եւ տվյալ դեպքում հստակ հայ եւ եզդի ժողովուրդների փրկության եւ ոչնչացումից փրկելու համար իսկապես ծառայել է թե ժողովրդին եւ նաեւ մի բան էլ նշեմ, որ փորձեցին բազմիցս Ջահանգիր աղային օգտագործել եւ հայ ժողովրդի դեմ նա ասաց, որ ես լինելով Ջանգոն, Խատիֆի որդին, երբևիցե չեմ դավաճանի մեր եղբայր հայ ժողովրդին, կլինենք միշտ միասին ու այդպես էլ եղավ ռազմի ամենադժվարին պահին, ինչպես ասում է նաեւ Դրաստամատ Կանայանը, մասնակցում է եւ դրանով որոշիչ է լինում նաեւ իր մասնակցությունը, իր հեծելազորով կանխվում է թշնամու ներխուժում է արդեն դեպի Երևան։ Ապարանի հյուրասանատի Պաշտպանության եւ Արաքելիսայի Սարդարապետի իրան աքսորում ինքը Սարատովի բանտերից մեկն է։ Եվ հետո արդեն մեր երջանքը հիշատակ Միրզասարյանի աջակցությամբ կարողանում ենք նաև գտնել գերեզմանա եւ վերահրատարակում ենք այստեղ Այս հատվածից արդեն սկսվում է կամարից անցնելով, արդեն տարածքի տաճարի տարածքին գործում։ Ժողովուրդը այսօր գալիս եւ աշխարհում բացառը չկա։ Սրբավայր լավաշտարը նմանատիպ այս վարդությունությամբ մեր տաճարում դա իդեալության ամենաառաջին տաճարն է, որ կառուցվում է աշխարհում եւ Շուտով էլի դա ինքնին բարձրանալու ապարտանալու հերիք է տալիս, որովհետեւ ոչ միայն Հուսեյն Իրաքը, որը Հայաստանը մոցելով իրենց անմիջական ներքին և աղան նաև հայոց այսօր էլ այդը եվս մեկական ստասում է Համեցեք այս հատ։ Այս հիշում եք, որ ես այդ թեման երկու տարի առաջ Համեցեք Եղբայր, շեմին չի կարելի էլի։ Այս գիծը, այո։ Այո, այս գիծը, հենց ուղիղ այս գծի հատվածը շեմն է, այո, հենց այսպես կարող եք ունի։
7 գլխավոր հրեշտակապետերին է խորհրդանշում եւ մեծը, որը հենց կոնկրետ Վալեկո Քալոսի անունով կոչվում։ Այս հատվածում մենք տեսնում ենք խորանը իր 4 անկյուններ, այսինքն ըստ մեր եզդիական կրոնական գծավանության երկիր մոլորակը, որքան այսպես բացատրվում է, 4 անկյուններից է բաղկացած։ Եվ այսօր 4 շարքի է 4-րդը։ 4-ը նաև մարդու մարմինն է մեջ պարունակում 4 էլեմենտ, 4 տարր, հող, ջուր, կրակ եւ օդ։ Եվ այս 4-ը պարտադիր տեսեք, տարին բաժանվում է նաև սա 4 տարի։ Ըստ եզդիական օրացույցի այդ ժամանակ դա Աստված դեռ փորձում է եւ երբ որ ավարտում է այն, այսօր է ավարտում եւ այսօր աշխարհասփյուռ եզդիությունը նշում է հենց տարեմուտ, այսինքն տվյալ դեպքում մենք մուտք ենք գործում նոր տարի եւ հենց ամիսն է, որ մենք ապրիլը կոչում ենք Նեսա, նոր ժիա, նոր կյանք։ Մենք մուտք ենք գործում նոր կյանք եւ թող այս որպես այդպեսին քանի որ մենք ընկալում ենք աշխարհաստեղծումը, մենք չգիտենք երբ բայց որպես այդպեսին ուղղագիծում է 6700 արդեն 76 այստեղ դա պայմանավորված է 776 արդեն 5 արդեն այսօր մոտեցին 6 այն հատվածում դուք տեսնում եք Մալաքի Տաուսի խորհրդանիշը հրամարգի տեսքով, այսինքն մենք չգիտենք նա ինչ տեսնում է, պարզապես բառացի թարգմանաբար նշանակում է սրանք հեշտակ, բայց ես զերծ կմնայի դրանից ավելի շատ օգտագործել այդ տերմին հենց եզդերանով, քանի որ արաբերենից է տավուս նշանակում սիրավոր, եզդերենով տավուսի նշանակում է արև ստվեր, այսինքն օրվա եւ գիշերվա հեշտակ, որը երբեք չի հանգստանում, անընդհատ աշխատում է եւ ծառայում է Աստծուն։ Իսկ ձեռքում կրում է 4 անկյուններ երկրի մոլորակի, մենք տեսնում ենք դերևում 12 հետուրներ, որոնք խորհրդանշում են մեր այսպես ասած 12 ամիսների տարվա 7 հետուրների հատվածից տեսնում ենք 1, 2, 3, 4, 5, 6, 7, դրանք խորհրդանշում են 7 օրերը եւ 7 հեշտակները, որոնք որ հենց Տաուսի Մալաքի լուսերին են, երրորդությունը խորհրդանշում է աստվածային երրորդությունը եւ նաեւ եզդի ժողովուրդը բաժանվում է 3 խմբի, շեփետ, փիլել եւ մրգեր։ Այստեղ նաեւ մենք տեսնում ենք լուսինը եւ շուրշուղերը, որոնք արևի 20 նա ներկա է թե Տաուսի Մալաքը անդադ ծառայում է Աստծուն, այսինքն դրա համար մենք կոչում ենք Տաուսի Մալաքին որպես Աստծո տերապատ, քանի որ Աստված կառավարում այդ կառավարիչ հանձնել է Մալաքի Տաուսին գլխավոր հրեշտակապետը։ Հիմա մենք կոչում ենք Տաուսի Մալաքից, այն ժողովուրդը կոչում է Գաբրիել հրեշտակապետ։ Յուրաքանչյուր ազգ իր լեզվով է կոչում է կառավարիչ։ Նաև լարուշից բերված հողը, ջուրը, քարը, հայտը, այսինքն ամեն ինչ կարող է որոշակի օրեր մեզ կապեն նաև մեր ինչու է գլխավորը մեր ձևավորման լեզվների ձևավորման օրը սենդվիչ է պետք է եւ այնտեղ մեր գլխավոր սակավայրը Դողոկը տարածվում է սենդերը դողոկը չէ լեռների մեջ լեռների մեջ է այսինքն հեռու բնակավայրից ինչպես որ այսինքն նա ժայռափոր չի, բայց ինքը ամբողջությամբ ձեռներով եւ տանատերով ասենք բաններ։ Հայլամարի
Բարև արչակը, ձեզ մի հարց կարելի է։ Բարև ձեզ։ Կարևորին ես դրաշկի ներկայացուցիչ եմ։ Ուզեի մի հատ հարց ունեի։ Այսքան տարի ինչի համար տարիներ եկեղեցի, չէ՞ որպես երկար տարիներ։ Չեք հրավիրում։ Պետք է հրավիրեք, չէ՞ որ ղեկավարեք, պետք է հստեղ գայ բազմաթիվ անգամներ ինձ որպես արչապետին է տարի դուք մի հատ Ես մեր պարոն Բաղոյանի հետ նախորդ հանդիպումներ մեկի ժամանակ, երբ որ ինքնպես ես երևի կազմեն դա շատ կարևոր դեպք է։ Ես հրավիրեցի աշխատանքների հանդիպման եւ ասացի, ես կարծում եմ, որ մենք իրար հետ ապրում ենք, բայց բավարար չափով չենք կարող չլինել ավանդույթները եւ այլն։ Եվ ես խնդրեցի պարոն Բաղոյանին, ասացի, եթե դա ընդունելի կլինի մեր համայնքի համար, որովհետև այնուամենայնիվ ես չեմ համարում, որ ես կարող եմ առանց հրավերի գալ մտնել տաճար, որովհետև սա սրբավայր է եւ մարդկանց զգացմունքների հետ մանավանդ որ ցավի մենք իսկապես շատ չենք ճանաչում, պետք է հաշվի նստել եւ երբ որ հրավեր ա եղել, առաջին իսկ պատեհառիթի դեպքում ես այդ հրավերը ընդունել եմ, որովհետև երբ լիներ հրավերը, այդ հրավերը ես կընդունեմ։ Բայց չէ՞ որ Այո, ես առաջին վարչապետն եմ Հայաստանի ղեկավարը, որ այցելում եմ, եւ դա էլ է շատ։ Ես մտածել եմ, որ եթե միջև այդ չի եղել, կարող է համայնքի ցանկությունն է դա, որ այսպեսի կպատասխանեմ։ Սա կապված է ուղղակի ընտրությունների հետ, թե ուղղակի
Սուտ պարոն Բաքրյանի բարձրացրած հարցից հետո որոշեցիք որ դա։ Գիտեք ինչ, մենք ընտրություններում միշտ եզդիական համայնքի մեր սիրելի քույրերի եւ այլների կողմից շատ բարձր վստահությամբ խնդրենք ստացել, շատ բարձր առանց այցելությունների։ Եվ դուք կարող եք նայել նախորդ ընտրություններում թե 2018 թվականի, թե 2021 թվականի եզդիական բնակավայրերի մեր արձանագրած արդյունքները եւ ես նաեւ ասեմ, որ դուք կարող եք տեսնել, թե վերջին տարիներին մենք եզդիաբնակ համայնքներում ինչպիսի ներդրումներ ենք արել, մենք ճանապարհներ ենք կառուցել, որ տասնյակ տարիներով 40 տարի եւ ավել չեն եղել։ Ես այցելել եմ նաեւ առաջին անգամ եզդիական բնակավայրեր են այցելել եւ մենք նաեւ Ալագյաս խոշորացված համայնքում մեծ ներդրումներ ենք անում եւ ելի եմ ասում նախկինում ոչ մի անգամ ես հրավեր չեմ ստացել, ես մի քանի անգամ պարոն Բակոյանին խնդրել եմ, ասել եմ ես կարծում եմ եւ ընդհանրապես պարոն Սանդիկովին եմ միջազգային խնդրել, ասել եմ Հայաստանի ազգային փոխանցությունների հետ մենք կապում ենք, բայց մի տեսակ չգիտեմ, լավ չենք ճանաչում մենք, դուք երևի ավելի լավ եք ճանաչում։ Անկեղծ մենք փոքրամասնություններ չենք համարում մեզ, մենք հայ ազգի հետ մեզ եղբայրներ ենք համարում, ոչ թե փոքրամասնություն, որովհետև այսօր տվյալներով ինչքան որ տեղեկացված ենք, շատ մեծաներ։ Այո, բայց ես օգտագործում եմ Սահմանադրության 2015 թվականին ընդունված Սահմանադրության տերմինաբանությունը, որպեսզի մաքսիմալ կոռեկտ։ Ես մեկ էլ կխնդրեի բոլորը թող ֆիքսեն, որ ես Արշալուս գյուղից եմ, եւ ասեմ, այսօր կան հենց կապված խնդիրներ, որ Արշալույսում եզդիների տները վաճառում են անօրինական ձևի, եւ դա ճիշտ է, հիմա այդ հարցը չի, բայց ես կուզեմ, որ այդ հարցը շատ ելնեք հարկադիր, կատարողական այդ հիմնարկները, հիմնական վաճառում են եզդիների տները, անօրինական կոպեկներով, այդ հարցի խնդիրն է, այդքան նվիրված եք դուք մեր խալիով։ Տիկին խալիով, տեսեք, Հայաստանում ես ուղիղ եթերում այցելում եմ տարբեր մարզեր, որ կտեսնեք, որ նմանատիպ հարցեր բարձրացնում են նաև Հայաստանի Հանրապետության այլ քաղաքացիները։ Ես բացառում եմ, որ որևէ էթնիկ նկատառումով որևէ մոտեցում ցուցաբերվի համենայնիվ եթե այդպիսի բան պարզվի, այդպես գործողները խստագույն պատժի կատարվի։ Բայց ես էլի ձեզ լսելով ուղիղ եթերում ատեղ ունենում, դուք եթե ժամանակ ունենաք կարող եք նայել, թե Եղվարդում այդպիսի հարց բարձրացնող կա, Արտաշատում այդպիսի հարց բարձրացնող կա, Արմավիրում այդպիսի հարց բարձրացնող կա։ Այո, տեղյակ եմ դրա համար, ես ասում յուղի հարցը բարձրացնում։ Բայց նաև մեր փորձը գոնե միջև այս պահը մեր ունեցած տվյալը ինչ է ցույց տալիս, որ օրենսդրությամբ նախատեսված ֆինանսական պարտավորությունները չկատարելու հետ են կապված այդ դեպքերը, եթե կպարզվեն այլ իրավիճակներ, ես ձեզ հավաստիացնում եմ, խոստանում եմ, որ այդ իրավիճակներում պետությունը կգործի իր քաղաքացիների պաշտպանության ուղղությամբ։ Մեզ համար Հայաստանի Հանրապետության քաղաքացի, մեզ համար կապ չունի ազգության հայ է, եզդի է, ռուս է, քուրդ է, ասորի է։ Սա մեր հողն է, սա մեր տունն է։ Մենք երբեք չենք էլ օտար տենց մեզ զգում Հայաստանից, որտեղ Հայաստանը մեր տունն է։ Մենք չում ենք մի սխալ դետալի համար մենք էլ ձեզնից մեծ օտար չենք զգում եւ այսօրվա իմ այցը հենց դրա մասին է, որ եզդիների տոնը նաև իմ տոնն է եւ ես եկել եմ շնորհավորել ձեզ եւ ուրախ եմ, ուղղակի հարցս դեղենց դրան է։ Պարոն Փաշինյան, Շանում ենք եւ մեծ չենք։ բայց մենք ծրագիր ունենք։ մի րոպե տրամադրել։ Չորրորդ կարգի վթարային շենքից ենք, հնգման եզրին Համ այստեղից շենք է երևում։ ծրագրից շանում ենք։ Ես կմերցնեմ։ Ամեն ջան։ Ծրագրից շուշ։ 2017 թվականին կառուցվեց Մարիան Մոսոսյանից եւ նախատեսված է փոքր կառուցվել եւ երկրորդ ժողովուրդը
ցածված բազմությամբ ընդունեցին եւ ինքը տեսավ այդ ամենը ողջունությունը իսկապես ապշումեց այս ժողովրդի կողմից գործեց արդեն մեծը եւ ավարտին հասցրեց այստեղ մենք տեսնում ենք Վարդան Միրզասուրյանի տամբարանը որտեղ որ նա ուղարկավորված է հենց այս ամբողջ Նաճարի հիմնադիրը հենց հանդիսացել են Երեխեք միջոցառումը ինձ հուշում է Ինքո մանցին, նկարվել անցինք այդելով, եթե կարան քայլելով նկարվել Էլի Հատը որտի չեմ գնացել, լսեք, չեմ հավատում, ոչ մեկ ինչի ձեզ եմ հավատում։ չեմ կարող միջոցառումը երեքեք շատ հանուն մարդկության, հանուն ազգության, հանուն աշխարհի խաղաղության։ Ողջունում եմ Փուզալը կազմով մեկ բոլորիդ էլ շնորհակալ եմ։ Մեր կառավարությունից բոլորի շնորհակալ եմ, բոլորիդ ոտը խերով են։